իրավական պրոցեսների մասին խոսեինք, սպասելի կլիներ, բայց քանի որ գործընկերս պարոն Սարգսյանը ներկայացրեց արդեն այդ հետապնդումների շարքը, իրականում մեր համար էլ էր անսպասելի, այնուամենայնիվ բավականին ուրախացնող լուր է։ Հաճելիորեն զարմացած ենք դատանի որոշումից, որովհետև իրականում ամբողջ պրոցեսը իրավական առումով մի գրամ կասկած չունեինք, որ պետք է արդարացում լիներ, որովհետև մանրամասն ներկայացեցինք, գետ մեկ ապացույց չկար, որ պարոն Ծառուկյանը որևէ հանցանք էր կատարել, բայց պրոցեսները, քաղաքական երևույթները մեզ հուշում էին, որ դատարանը կաշկանդվածություն ունի եւ ամբողջ պրոցեսի ժամանակ նույնիսկ իր որոշումը չկատարելու հետ կապված հետամուտ չլինելը դրա մասն էր վկայում, բայց այսօր այս որոշումով մենք դատարանի վարքագիծը եւ որոշումը ողջունում ենք եւ տեսնում ենք, որ ի վերջո ամեն դեպքում կարողացավ օրինական եւ արդար որոշում կայացնել, հետեւաբար այս առումով այլ ասելիք չկա, քան ողջունել եւ արդար դատական ակտի համար։ Պարոն Սարգսյան, միջերտող հարցեր, քանի որ դատականիստի ընթացքում նշեցիք, որ քաղաքական հետապնդման մասին, անգամ հստակ ժամային այդ բանով նշում եք, որ ինչին ինչն է հաջորդել եւ դրանք խոսում են հենց որ նախապես պլանավորած է եղել։ Հիմա արդեն այս փուլում իրավական որևէ գործընթաց կսկսվի կոնկրետ այն անձանց այդ շրջանակի նկատմամբ, չգիտեմ, վարկաբեկելու անձի համբավը, այս մեղադրանքները ապօրինի նկատի ունեք ովքեր որը պրոցես արել են։ Այո, ովքեր նաև ովքեր այդ հայտարարությունները, օրինակ նշեցի վարչապետի նախկին խոսնակը, ԿՊԱ-ական պատգամավորները։ Եկեք հստակ մի բան արձանագրենք, էլի։ Հայաստանի Հանրապետությունում չի եղել, որ կոնկրետ գործող իշխանության ժամանակ այդ իշխանության կողմից քաղաքական հետապնդման ենթարկված անձանց արդարացնելուց հետո կամ այդ պրոցեսների մասնակից անձին ենթարկեն որևէ պատասխանատվության։ Ինչի, որովհետև այս պահին իշխանությունը անում է այն ինչ որ ուզում է եւ իրենք են որոշում թե ով պետք է պատասխանատվության ենթարկի, ով ոչ։ Գալիս է նոր իշխանությունը, ասում է, որ նախորդների ժամանակ եղել են քաղաքական բանտարկյալներ, եղել են քաղաքական գործեր։ Գալիս է հաջորդը մյուսների մասին ասում, բայց իրենք իրեն ժամանակացվածում, ասում են բացառվում է մեր ժամանակացվածում քաղաքական գործեր չկան եւ հետեւաբար ես չեմ տեսնում որ որևէ մեկին մա պատասխանատվության պետք է ենթարկվի դրա համար, բայց այստեղ մի կարեւոր բան կա, տեսեք, այս պահին արդարացում է եղավ եւ այո, սա շատ կարեւոր է, բայց երբ որ կոնկրետ պահի ժամանակ են խոսում, այնտեղ քաղաքական նպատակներ կան եւ այդ նպատակների համար կոնկրետ գործողություններ են կատարվում։ Հիմա քաղաքական առումով որևէ մեկին կարող է հետաքրքիր չի, բայց այն ժամանակ կոնկրետ հետաքրքրություններ կան։ Ոնց որ մենք հիմա տարբեր գործերով ունենք, իրավիճակային հիմա իրենց համար հետաքրքիր է։ Հիմա տեղային հարցը լուծում են, հետո տարիներ հետո թե ինչ է լինում, այդ մեծաշոր հետաքրքրությունը չունեն։ Պարոն Սարգսյան, ենթադրվում է, որ դատախազությունը կբողոքի այս որոշումը եւ հնարավոր է, որ օրինակ կրկնվի այն դեպքը, ինչ եղավ Սերժ Սարգսյանի դեպքում, ես համեմատական եմ անցկացնում իրավիճակների, որ վերադասացյանները, ուղարկեն զրույց, քննության եւ այլն։ Ամեն ինչ հնարավոր է եւ մենք տեսնում ենք, որ տարբեր գործերով իրենք այդ մարտավարությունը ունեն, սովորաբար դատախազությունը հիմնականում բողոքարկում է եւ մենք տեսնում ենք, որ նույնիսկ այնպիսի դատական ակտեր են բողոքարկում, որ ընդհանրապես բողոքարկման հիմք չկա եւ այդ բողոքներն էլ իրենց մեջ որևէ բովանդակություն չունեն։ Տեսնենք այս առումով ինչ կանեն, բայց մեծ հավանականություն բացառվում բողոքարկումը, ես կարծում եմ, որ ավելի քան համոզված եմ, որ կբողոքարկվի դատական ակտը։ Եվ միջերտող հարցեր, քանի որ նման կարծիքներ կան հաշվի առնելով նաև շաբաթներ առաջ Գագիկ Ծառուկյանին պատկանող տարածքում ինչ-որ զինություններ իրականացվում թե ինչ, նաև այս վերջ ընտրություններից առաջ, Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունները Ստրասբուրգում, դուք ինչ եք կարծում, արդյոք բացառում եք, որ ընտրություններից առաջ կփորձեն կրկին այս սցենարը, հատկապես որ քաղաքական հետապնդման այդ փորձը եղել է, կրկին մեկուսացնել, չեզոքացնել Գագիկ Ծառուկյանին։ Այդ զննության մասով ես պատասխանեմ հարցին, որովհետև տեղեկացված եմ դրանից, այդ տարածքի զննությունը առհասարակ ես նախինում առիթ ունեցել եմ ասելու կապ չունի պարոն Ծառուկյանի հետ, ուղղակի դեռ տարիներ առաջ հարուցված քրեական գործի շրջանակներում, որը վերաբերում է առինջի նախկին համայնքապետերին կամ պաշտոնատար անձանց ու ուղղակի անհրաժեշտություն էր առաջացել մի շարք տարածքներ զննելու, որոնցից մեկն էլ համընկել է պարոն Ծառուկյանի պատկանող տարածքի հետ։ Այդ մասով ուղղակի ասեմ, որպեսզի չխառնենք իրար, այդ մասով կարծում եմ, որ պարոն Ծառուկյանի վերաբերյալ որևէ գործ չկա, իսկ մնացած մասով այս պահին գուշակություններով ես ինքս չեմ զբաղվի։ Որովհետև իրաց պահին իրավական էլ չլինի, որ մենք դրա մասին ինչ-որ խոսենք, թե ինչ կարող է լինել, սա ավելի այլ բնույթի հարցեր են, հիմա մենք երևի այդ հարցին չենք պատասխանի, ժամանակը ցույց կտա։
Կներեք, ես ճիշտ եմ հիշում, որ եւս մեկ քրեական վարույթ կա տանձարկեն հետ կապված դատական ակտ չկատարելու վերաբերյալ։ Վարույթ նմանատիպ ինչ-որ բովանդակության կա, բայց այս բանը դրա մասին ավելի մանրամասն չեն կարող խոսել։